Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, այսօր մեր տաղավարում է մեր տունը հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Տիգրանուհի Կարապետյանը։ Բարի երեկո Տիկին Տիգրանուհի։ Բարի երեկո։ Շնորհակալ եմ, որ այս ամանորյա եռուզեռին, այս զբաղվածությանը ժամանակ գտաք եւ մեր տաղավարում եք։ Ես էլ եմ շնորհակալ, շատ հաճելի է նաև ձեզ հետ շփվելը եւ առիթ կլինի արդեն կզրուցենք պատմենք մեր տուն հասարակական կազմակերպության գործունեության մասին։ Շնորհակալություն անչափ։ Ինչպես եք նախատոնական տրամադրությունը ինչպիսին է։ Դրական լավ տրամադրությունս բարձր, այն իմաստով, որ պիտի մեր տան աղջիկները գան, նշենք նոր տարին, մեր ավանդույթները մեր տանը ինչպես հունվարի 4-ին նշել ենք ամեն տարի, արդեն 20 տարի հավաքվում ենք եւ այդ օրը նշում ենք մեր բարեգործ Ջուլիա Աշեկյանի ծննդյան օրը եւ նոր տարին, քանի որ Ջուլիա Աշեկյանի հետ ենք հիմնադրել ծրագիրը, լուսահոգի, մեծ հայրենասեր, մեծ մարդ կին, հրաշալի ընկեր ինքը իմ կյանքի մեջ ստիմուլն է եղել, որ ես այս աշխատանքը սկսել եմ։ Տիգրանուհի Կարապետյանը ծնունդով սպիտակից է։ Եվ ասել է, որ երկրաշարժից հետո, երբ հատկապես սպիտակի եւ Գյումրու բնակչությունը ավելի ցայտուն տեսավ, թե ինչ է մարդկային դժբախտությունը, դուք ասել եք, որ դրանից հետո ավելի ճիշտ հասկացաք, թե ինչ է բարեգործությունը։ Այո։ Եվ արդեն 20 տարի է գործում է մեր տունը հասարակական կազմակերպությունը։ Տիկին Տիգրանուհի, գիտեք, տուն բառը, այդ կարճ բառը հայ մարդու համար շատ կարևոր է։ Առաջին հերթին մենք ունենք Աստծո տունը, արտահայտությունը։ Եվ հետո իհարկե ասում ենք հայրական տուն։ Բայց բոլորս միասին, երբ խոսում ենք մեր ընտանիքի մասին, ընտանիքի անդամներով ասում ենք մեր տունը։ Բայց նաև ցավոք սրտի մեր իրականության մեջ կա մանկատուն հասկացողությունը, որը իր մեջ նաև տուն բառը ունի, բայց չգիտես ինչի մենք միշտ մի քիչ այլ ձևով արդեն ցավալի ենք վերաբերվում, որ կան մանուկներ, որոնք այն տանն են, որտեղ Տիգրանուհի Կարապետյանը այդ նույնիսկ անվանումից սկսած որոշում է կոտրել ինչ-որ կարծրատիպ, որպեսզի դա կոչվի մեր տունը, այսինքն ասոցացվի ընտանիքի հետ։ Բացի դրանից երեխաների տարիքը 18 տարեկան։ Մի կողմից թվում է, թե չափահասներ, բայց այստեղ էլ դուք կոտրում եք կարծրատիպերը եւ ուզում եք իլուր աշխարհի, իլուր Հայաստանի ասել, որ 18 տարեկանը այն տարիքում է, որ շատ ունին եւս ընտանիքի կարիք, մոր կարիք եւ սոցիալիզացվելու կարիք։ Դա այն տարիքն է, երբ պետք է սովորեն, պետք է հասարակություն դուրս գան, շփվեն հասարակության անդամների հետ։ Հիմա ես կխնդրեմ մի փոքր, ինչքան հնարավոր է կարճ, բայց այս ձեր 20 տարվա գործունեության մասին եւ հենց այո, ինչու մեր տունը եւ 20 տարի անց դուք համոզված եք նրանում, որ այդ տնից նույնիսկ արդեն դուրս եկած աղջիկները միևնույն է գտնում են, որ այդ տունը իրենց տունն է։ Այո, իրենց տունն է։ Դուք նշեցիք, որ ես սպիտակից եմ, ես միշտ պարտությամբ եմ ասում, որ ես լոռեցի եմ եւ սպիտակից եմ։ Տեսնելով երկրաշարժը, կորցնելով հարազատներիս, ընկերներիս, մի խոսքով մի ակնթարթի մեջ կորցնել հարազատ մարդ կամ ապրել այն ինչ որ մենք ապրեցինք սպիտակցիներս ու գյումրեցիները եւ առասարակ այդ աղետը տեսած մարդիկ դժվար էր 93 թվականին արդեն ամուսնուս հետ Ջուլիա Աշեկյանի ուրեմն ծրագրերով օգնում ենք Հայաստանի բոլոր մանկատներին Երբ որ 98 թվականին մեր մանկատան շատ աղջիկներ դուրս էին գալիս եւ մնում էին դրսում հանրակացարաններում եւ դժվար էր լինում իրենց կյանքը դասավորել այդ կարևոր տարիքում 18 տարեկանից հետո ես հասկացա որ պետք է որ 18 տարեկաններին հենց օգտակար լինել եւ մեր տունը այդ անունը շատ պատահական ստացվեց Ես մի անգամ մանկատուն գնացի եւ մի աղջիկ կար, որ անդադ պատուհանից նայում էր, թե մենք երբ պիտի գանք ու հետ էր նայում նաեւ որ հաջողան էր պատուհանից
ու մի անգամ ինձ ասաց լավ կլներ որ ես մեր տանը լինեի ու այդ մեր տունը մնաց իմ մեջ ու այն որ երեխան դասից տուն գա ու ասի գնում եմ տուն իմ տուն մեր տուն այդ էր որ տենց հաստատվեց ու ես ուրախանում էի որ գնում ենք մեր տուն դասից գալիս էին տուն ընտանիքի նման ինչքան ջերմություն ու սեր կար այդ բառի մեջ էր այդ մեր տունը բառի մեջ գտա ես ստացվեց որ աղջիկներս 2006 թվականին Գավառի մանկատնից 7 աղջիկ եկան ընդունվեցին Էջմիածնում տարբեր քոլեջներ ես հիմնականում մտածում եմ որ իրենք հոգեբանության մեջ խորանային հասկանային իրենց հոգեվիճակը իրենց ծնողների կատարածը ինչի համար միշտ հարցերը տարբեր էին լինում մեր անհատական զրույցների ժամանակ ինչի մենք ինչի մանկատանն ենք ես այդ հարցին ինքս մինչև հիմա եմ հարցնում այդ ծնողներին ինչի իրենք մանկատանն էին եւ մանկատանն են դա իմ համար 20 տարից ավելի 93 թվականից քիչ չի չէ այդ հարցի պատասխանը ես տենց է չկարողացա հասկանամ ու գտնեմ որովհետեւ ինչու համար էլի այդքան լավ բալիկներ են այնքան սեր կա իրանց մեջ մի ժամանակ ասում են չարացած են չգիտեմ մանկատան երեխեքը սիրելու այդ process-ը որ մայրական սեր չկա իրանց բացը այդ ոնց որ բայց չհավատացեք մեր տուն եկել են աղջիկներ որոնք ստացել են այդ սերը ու այդ սերը երբ որ դու ծնող ես արդեն հանդես գալի կամ նախագահ ոնց որ իրանք են ինձ ասում ու աշխատակազմը որը ամեն մեկը իր ընտանիքի մոդելը բերեց մեր տուն ամեն մեկը իր մշակույթ ընտանիքում կա չէ ամեն մեկը սովորույթներ ավանդույթներ երեխայի հետ ինչպես անել մենք ոչ մեկս հոգեբան չենք եղել մենք ոչ մեկս սոցիոլոգներ չենք եղել չկա այդպես բան որ ես ուղղակի իրենց բերում էին զուտ նրա համար որ տանիք ունենան թրաֆիկինգի զոչ չլինեն որը այդ նաև մի աղջիկա պատմություն որ ես իմացա որ մանկատնից հետո թրաֆիկինգի զոհ է դարձել դա էլ ստիպեց որ ես ամեն ինչը ոնց որ ստարտի դնենք եւ ամեն ինչ ոնց որ սենց աստծո նախախնամությամբ գործը առաջ գնաց զարգացավ հասունացավ եւ մեր տունը իր գործունեությունը մեր աշխատակազմի այդ հոգու ու մայրական սիրո նվիրումը կարողացավ անել մի բան որը գրեթե անհնար էր փոքրիկ տենց տաքու օջախ ստեղծվեց հայկական այդ ավանդույթներով մեր ընտանիքների նման մեր մայրական սերային ինչ որ իմ երեխաներին եմ ցանկացել նույնիսկ այդ սերն էլ ախառնվել երբեմն չեմ հասկացել հավատացեք իմ խնդիրները ա եղել որ ես ավելի շատ իրանց կողքն եմ եղել քան իմ երեխաների անձնական որովհետեւ Տիկին Տիգրանույն տեսեք հետաքրքիր բան եք ասում դուք ասում եք ես էլ միջև հիմա չեմ ստացել այդ հարցի պատասխանը ոնց կարելի է երեխային թողել մանկատանը հա կամ երբ որ իրենք այդ հարցերը տալիս են Կյանքը փաստորեն այնքան դաժան ու հակասական բան է, մենք մի կողմից ասում ենք աշխարհում չկան վատ մայրեր, տենց արտահայտություններ ունենք, թեկուզ չգիտեմ, ես մեկ-մեկ այս ամեն ինչ որ լսում եմ դրա հետ համաձայն չեմ ու ավելի համաձայն եմ այն արտահայտության հետ երևի որ մայրը նա չէ ով ծնել է, այլ նա է ով պահել եւ դաստիարակել է։ Մյուս կողմից դուք բազմաթիվ միջոցառումներ եք ունեցել հենց մեր տանը եւ երբ որ ես հետեւում եմ տեսել եմ այդ միջոցառումները նաեւ եղել են հետեւյալ խորագրով դու մայր, դու կին, դու արարող։ Հիմա ես ձեզ մի հարց ունեմ, ինչպես դուք կարողացաք մեր տանիքի տակ անցկացնել նման միջոցառումներ, այնտեղ գտնվող աղջիկներին բերել հոգեբանական այն վիճակի, որ իրանք մեծարեն մորը, կնոջը, արարողին, միաժամանակ ձեր մեջ մինչ օրս չգտնելով այդ պատասխանը, ինչպես կինը, մայրը, արարողը իրենից ծնվածին, իր մասնիկին կարող է թողել բախտի քմահաճույքին։ Շատ հետաքրքիր կարևոր հարց տվեցիք Լուիզա ջան։ Դուքին դու մայր, դու հարարող այդ խորագրով, երբ որ աղջիկներին ասեցի, սենց մի հատ մի մեծ
բունտ բարձրացավ, ինչպես ոչ, բայց քանի որ մեր տանը մենք ունենք կրոնի դաս եւ պատահական չի նաեւ որ Էջմիածնում է գտնվում մեր կազմակերպությունը, հոգեվոր կրթությունը, հոգեվոր շփումները հոգեվորականների հետ, հոգեվոր եկեղեցի գնալ եւ ներել, չներել, այդ բանը, որ ես իրենց մեջ մեր աշխատակազմը կրոնի մասնագետը անընդհատ ասում ենք, որ պիտի ներեք, բաց թողեք այդ ձեր մեջ է թույնը կոպիտ ասած վատ ասեմ, այն ներելու չներելու հարցը դուք բաց թողեք, Աստված պիտի ների, դա Աստծո գործն է, բաց թողեք այդ ձեր մեջից հանեք, որովհետև այդ ձեզ է վնասելու, ձեզ է քայքայելու, դուք բաց թողեք այդ ցավը, այդ տվեք Աստծուն։ Եվ երբ որ ասեցի մի աղջիկ ունեմ, ինքը ասեց ես այդ օրը չեմ մասնակցի։ Ամեն ինչ կանեմ, բայց ես չեմ մասնակցի, ես չեմ ասմունքի, չեմ երգի, ու մեծարեմ մի մամայի, որ ինձ հենց առաջի օրվանից հրաժարվել է եւ այդ նամակը ես կարդացել եմ, դիմումը գրել է, ես իրան ինչի մեծարեմ, ինչի իր համար երգեմ։ Ես նայեցի իր աչքերի մեջ, ասի, սիրելիս, նայի ես քո կողքն եմ, ու նայի ինչքան մայրեր քեզ օգնել են, որ դու ոտքի կանգնես։ Դու կայանաս որպես այսօրվա համարձակ, կրթված մարդ։ Ճիշտ է։ Ուրեմն դու պիտի երգես, մասնակցես, գոնե այն մայրերին, ովքեր քո դաստիարակը մայր է եղել, քեզ մայրաբար է մոտեցել։ Աստվածաշունչը բացի հատուկ բան կա ներելու, մի քիչ փափկեց, մի քիչ հասկացավ։ Եվ միջոցառումը կայացավ շատ սիրուն, շատ հրավիրել էին նենց կանանց, որոնք մասնագիտությամբ հոգեբան, իրավաբան, ու բոլորը մանկավարժներ, հիացած գնացին, բայց այդ աղջիկը սև հագուստ տակով, ոտքից գլուխ սև էր ու անընդհատ լաց էր լինում։ Հետո որ ավարտվեց, ասի ապրես գեցես, որ դու կարողացար հաղթել այդ կարծրատիպը կոտրել քո մեջ, գրկեցինք իրար եւ չեմ կարող ասեմ ինչ զգացողություն ապրեց ես այդ բանը։ Տիկին Տիգրանոյի, բայց չէ որ այս 20 տարիների ընթացքում 25-ից ավել աղջիկ ամուսնացել է հենց մեր տնից, իրենց տնից եւ 70-ից ավել երեխա է ծնվել այս տարիների ընթացքում։ Ինչ է փոխվում նրանց մոտ մայրանալուց հետո։ Մայր դառնալուց հետո մայր հասկացողությանը, մայր բառին եւ այդ արժեքին ինչպես են վերաբերվում մայրանալուց հետո, ձեզ հետ կիսվում են այդ մտքերով։ Նախ որ հարսանիքներն անում ենք, ես ինքս չէի պատկերացնի, որ ես կլինեմ այդ զոնքաչի դերում, բազմազավակ զոնքաչ կլինեմ, կամ տղաները, որ գալիս են, ես խնամիները, որ գալիս են, ես պիտի այդ խնամախոսության բանը կարգավորեմ, մի խոսքով գալիս են ձեռք են խնդրում քեզանից եւ մամայից եւ ամեն ինչ ես այդ բանին իրա ու դու սխալվելու իրավունք չունես, այսինքն այնքան պիտի նուրբ այդ խոսակցությունները տանել, որովհետև այդ նույն մարդը, որ գալիս է այդ աղջկա ձեռքը խնդրելու, տարբեր հարցեր ունի, ինչի իր մաման իրան լքել է, առողջ չի, գենետիկ ինչ որ խնդիրներ կան, տարբեր բաներ ու դու պիտի դա ճիշտ ձևով ասես ամեն ինչ, ես ոչ մի անգամ նույնիսկ եղել են դեպքեր, որ ես ասել եմ այս աղջիկը այս խնդիրներն ունի, բայց ընտրությունը ձերն է, ես երբեք չեմ կարող ստել, ինչ որ բան ծածկել եւ այդ ամուսնությունները ես առաջի հարսանիքը որ եղել է, ես զարմացել եմ, որ ես կարողացա այդ փեսայի հետ, ընտանիքի հետ, այդ նաև շատ դժվար բան էր իմ համար, անսպասելի, իրենց առաջի համբյուրնել են իմ հետ կիսվել, երբ որ արդեն հեղի են, առաջինը ես պիտի իմանամ, իրանք տենց պիտի գրեն ինձ, ոչ մեկին չէ, առաջինը ինձ են գրում, որ հեղի եմ, կամ արդեն հիվանդանոցա գնում, զանգումա, որ արդեն ունեցել եմ բալիկիս, ու այդ եղելա, որ գնացել եմ հիվանդանոց, կանգնել եմ իրենց կողքին, որպես տատիկ, մի աղջիկ ինձ շատ կարևոր բան ասեց, ես օրորոցի կողքից երեխայիս, որ գնում եմ խոհանոց, ես կարոտում եմ, գալիս եմ երկար նայում եմ իր դեմքին ու ասում, լավ, ոնց կարելի էր, ես արդեն կողքը կանգնած կարոտում եմ,
Միթե ինձ մամաս արդեն հասուն մարդ եմ, չի կարոտել ինձ։ Չի ուզեցե մի հատ օրորոցային երգի, չի ուզեցե գրկի, չի ուզեցե հեքիաթ կարդալ, ինչի։ Ու ես ամեն ինչ անում էի, որ այդ ապրումները մեղմացնեմ, սեր տալ այդ երեխային, որ ինքը միշտ զարմացել են։ Ու հիմա, որ այդ երեխաները ծնվել են, բոլորը հրաշալի մայրիկներ են։ Վերջերս ինձ հյուրեր եկել մի կին, հրաշալի մարդ, որը նախաձեռնել է մեր տան մասին գիրք գրի։ Եվ այդ գրքի համար ինքը շրջեցինք բոլոր մի 10 ընտանիք ամուսնացածների։ Ես երջանկությունից, չգիտեմ, թևավորվել էի, ես հենց ամպերի մեջ էի ուրախությունից, որ ես տեսա իրենց կայացած կին, կայացած մայր, ինչ ընտանիք են պահում, այդ 10 հոգին ում գնացել ենք, մեր լորեցի Թերմինեն, Մերին, չգիտեմ, Լիլիթս, բոլորը հրաշալի իրենց բալիկների հետ ու իրանք ինձ դիմավորեցին, ոնց որ ես իրենց առաջի անգամ, որ եկել են 2006 թվականին ծաղիկներով աղու հացով, իրանք ինձ էին դիմավորում աղու հացով, իրենց ընտանիք։ Դա ես չգիտեմ, որևէ մեկը կապրի այդ պահը, որ հիմա ես միշտ բոլորին ասում եմ, ես շատ հարուստ մարդ եմ, հարուստ եմ իրանցով, ու ես այնքան շատ եմ իրանց սիրում, այնքան շնորհակալ եմ, որ իմ այդ թշվառ, դժբախտ կյանքը երկրաշարժից հետո ճիշտ է դժվար էր նաև, բայց իրենց ամեն մեկը բերեց իր գույները, իր սերը, ես իրանցից շատ շնորհակալ եմ։ Ես ինչ որ արեցի, ես բոլորին եմ ասում։ Ամեն մեկս ինչ անում ենք, մեր համար ենք անում։ Տիկին Տիգրանուի 2020 թվականի Արցախյան պատերազմ, 23 թվականի սեպտեմբեր, Արցախի կորուստ եւ փաստորեն մեր տունը հասարակական կազմակերպությունը այստեղ էլ հայ ժողովրդի այս ողբերգության դեպքում էլ անտարբեր չի մնում եւ մեր տանը ցերեկային շահառուներ են արդեն Արցախից բազմաթիվ։ Դա ինչպես որոշեցիք, ինչպես է կազմակերպվում այդ աշխատանքը։ Ասեմ, որ պատերազմից հետո 25 արցախցիներ մեր տուն եկան, այդ ընթացքում եւ մանկատան աղջիկներ կային եւ իրենք էին ապրում։ Ու տենց անհնար էր այդ անտարբերություն բառը շատ բամ ճիշտ ասեցիք, որ վշտի ու ցավի հայ լինելու մեկս մեկի հանդեպ անտարբեր չպիտի լինենք, մենք պիտի իրար շատ սիրենք, մենք ուրիշ ճար չունենք, մենք պիտի շատ իրար գնահատենք ու կարևորենք, ոնց որ կարևոր է, որ այսօր ես էստեղ եմ եւ խոսում եմ այս մասին եւ կարևորում եմ իմ աշխատանքը եւ դուք եք կարևորում։ Իսկ պատերազմից հետո այո յուրաքանչյուր հայ անհնար էր։ Ես հիշեցի, որ ես երկրաշարժ ժամանակ ոնց էինք դռնե որ մենք տանիք ունենայինք, մենք ապաստան տային, որ մենք ապրեինք։ Նույնը այդ Արցախի վիճակներ եւ շատ հետաքրքիր էր, նույնիսկ իրանց կրոնի դաս, մշակույթի դաս, արդեն իրանց հետ սկսեցինք նույն այդ բանը անել եւ աշխատանքը ստացվեց նաեւ արցախցին։ Հիմա մեր տանը ապրում են արցախցիներ եւ շատ հետաքրքիր կոլորիտային վիճակներ ենք ապրում, ցերեկային շահառու կամ անհատական ժեստ հոգեբանական կենտրոնը մեր հետ մասնաճյուղ ունի, որ մեր աղջիկներին նաև հոգեբանական աջակցություն է ցույց տալիս, թեկուս ամուսնացածներին։ Ուզում եմ ասեմ, անտարբեր չպիտի լինի հայը հայ ցավով եւ բարեգործությունը Քրիստոս է ամենամեծ բարեգործներ, որ արեց են ինչ որ արեց, մենք դրա մասին չեմ ուզում շատ խոսել, բայց բարեգործությունը հոգու արժեք է, հոգևոր արժեք է, ոչ թե մենակ հենց ասում են բարեգործություն նյութական են պատկերացնում, կարող է ես ոչինչ չունենամ, բայց իմ հոգով, իմ մտքով, մարմնով, չգիտեմ, գնամ այդ մարդուն օգտակար լինեմ, դա էլ է բարի գործ եւ յուրաքանչյուր մարդ եթե մտածի օրվա մեջ մի բարի բան անի, հաստատ աշխարհն ավելի լավը կլինի։ Այ դա շատ ճիշտ ասեցիք Տիկին Տիգրանուի եւ ես դրա մասին եմ ուզում մի փոքր խոսել, ձեր անձի մասին խոսենք։ Այդ Տիգրանուի Կարապետյանը այս 20 տարիների ընթացքում դուք այդ հոգու ուժը որտեղից, որ աղբյուրից գտաք, որտեվ եկեք ընդունենք, որ մենք կարող է կյանքի ընթացքում երկու ինչ-որ վատ ճակատագրի մասին լսենք կամ տեսնենք առերևույթ կամ առնչվենք եւ մարդիկ կան, որ դրանից հետո շատ ծանր հոգեբանական վիճակներից չեն կարողանում դուրս գալ։ Հիմա 20 տարիների ընթացքում բազմաթիվ ճակատագրեր,
դժբախտ, դառը, ծանր, հատկապես եթե դա աղջիկների հետ է կապված եւ դուք կին եք։ Դուք ինչպես եք դա հաղթահարում, Տիկին Տիգրանուհի։ Ձեզ ի վերջո ինչ որ բան ուժ է տալիս, էլի, որովհետեւ դա հնարավոր չի, մարդ ի վերջո մի օր կարող է հասկանալ, հատկապես որ դուք ասում եք, որ երիտասարդ եք եղել, որ երբ որ կյանք մուտք անելը արդեն սկսել է չարաբաստիկ երկրաշարժով։ Դուք մի մեծ արդեն դժբախտություն տեսել եք, որ մտածում ես մի կյանք պետք է, որ դուք կարողանաք դրա միջից հոգեբանորեն դուրս գալ եւ մենք տեսնում ենք 37 տարի անցել է, շատ մարդիկ 88 թվից հետո միևնույն է, չեմ վերականգնվում, հենց առաջի հերթին այ հոգեբանորեն չեմ վերականգնվում, ձեր ասացի պես միգուցե արդեն տանիք էլ ունեն, աշխատանք էլ ունեն, հագնվում են, ուտում են, բայց հոգեբանորեն չեն վերականգնվում։ Այդ հոգու ուժը որտեղից Տիգրանուհի Կարապետյանի։ Մամաս մի լավ բան ուներ, ասում էր պետքա հավատ ունենալ եւ հեռու մնալ անշնորհակալ մարդուց։ Այդ հավատն է, որ ինձ ես այդ էներգիան, որ ինձ ասում է շատ պոզիտիվ, դրական էներգիա, ինչքան էլ սենց այն որ գիտես, որ սենց պատին գլուխդ պետք է տաս, ուղղակի չգիտես ինչ անես այդ երեխայի հետ ինչ որ հարց ա եղել, ես աղոթքի միջոցով այդ դեպի Աստծո դուռը գնալով այդ զգացել եմ, որ մի գերբնական բան կա իմ մեջ, որ ես ինքս պիտի տիրապետեմ, որովհետև ես դա զգում եմ, ճիշտ հարցեր եք տալիս, որ ոչ մեկը ինձ այդ հարցերը չի տվել, անկեղծ, որովհետև մի բանա, որ դու երեխայի մասին ես խոսում, մի բանա, որ քո ապրածի, քո զգացածի մասին, իմ աշխատողները գիտեն, թե ես ինչեր եմ արել, ինչեր եմ քաշել, երբ որ դու գնում ես հիվանդանոց ու մարդը սրտի վիրահատություն պիտի անի, դու որպես մամա պիտի ստորագրես, որովհետև կարող է ինքը մահանա, ինչ անես, պիտի ստորագրես, համաձայնես այդ օպերացիային, բայց դա քեզանից է գնում, ես դողում էի ամբողջ մարմնով, որ հանկարծ, ինչ եմ անելու, այդ էներգիան, այդ ամեն ինչը նաև գալիս է, այդ սերը, որ իրանք ինձ տալիս են, ես ստանում եմ իրանց այդ էներգիան և Աստված, ես այդ ուժը Աստծուց եմ ստանում, ամեն ինչ նեղ վիճակ եղել է աղոթքի միջոցով, եկեղեցի մոմ դնելով, խնդրելով, որ այդ վիճակից ինձ օգնի Աստված։ Եվ այդ էներգիան, որ ես զգում եմ, դա բոլորն են ասում, դա որտեղից քեզ, ասենք տենց ընկերներ ունեն, որ ոնց կարողացար այս աղջկան է սենց, բայց նաև ես ունենում եմ իմ անձնական խնդիրները, իմ անձնական այդ հիշողությունները, որոնք գալիս են երկրաշարժից ու երբ որ, ասենք, մենակ երկրաշարժը չի, բայց այդ կյանքիդ ընթացքում ծնող ես երիտասարդ կորցնում, մամաս 60 տարեկան մահացավ, չդիմացավ այդ ցավերին, հաղթահարել եմ մենակ աղոթքով, որ Աստված գիտի ինչ անում, ես չեմ կարող ոչ մի բան փոխեմ։ Ես ինչքան պիտի լաց լինեմ, ապրելու ժամանակ չպիտի ունենամ, ինչքան պիտի տառապեմ, ես ուզում եմ ապրեմ, ես սիրում եմ կյանքը, ես ուզում եմ օգտակար լինեմ, իմ հայրենիքին, ես սարսափելի սիրում եմ Հայաստանը, ես բոլորին եմ սիրում, իմ համար վատ մարդ, չար մարդ չկա, բոլորի համար կարող է ես աղոթք անեմ, նույն այդ մարդը, որ ինձ ցավացրել է, նույն ասում են դու ոնց ես ներում մարդկանց, այդքան քեզ ցավացրել են։ Երեխաներ ջան, ասում եմ, եթե դուք մտածում եք, որ պիտի անընդհատ մտածեք ներելու, ներել, չներելու մասին, բաց թողեք, Աստված գիտի ամեն մեկից, Աստված տեսնում է վերևից եւ գիտի ինչ անում մարդու հետ։ Այդ էներգիան վստահաբար ասում եմ ձեզ, որ գալիս է երկնքից, նաև իմ պոզիտիվ մոտեցումից, որ ես կյանքը շատ եմ սիրում։ Տիկին Տիգրանուհի, դուք կարծրատիպեր ունեք։ Չգիտեմ, ես այս սովետական միության ժամանակ էլ մի քիչ տարբերվող եմ եղել այդ բաներից, ես կարծրատիպերից ու այտենց կոմպլեքսներից շատ ազատ մարդ եմ շփումներից մեջ, ես կարող եմ մի օր, ասենք, ճամփորդելուց ընկերանամ, բաց, ազատ, ես մտածել եմ, որ ինձ ինչ որ պետք է, ես պիտի անեմ։ Այսինքն հոսանքին հակառակ, ես սիրում եմ այդ, ես աշխատանքն էլ էր հակառակ, երբ որ այդ չմիացնում բացեցինք, բոլորն ասում են այդ ինչ ես անում, այդ գիտես ինչ ա լինելու, չես կարող, ասի կտեսնենք, որ կարող եմ, և այդ կարծրատիպերը կոտրեցի, չէ, որ ես կարող եմ, և մեր կարգախոսն էլ, մեր տան եղավ ես կարող եմ,
Բոլոր աղջիկներ, այո, մեր աղջիկներին հիմա բոլորը գիտեն, որ ես կարող եմ, երբ որ իրենց արդեն ընտանիքում մի հարց է լինում, իրենք գիտեն, որ այդ ասեցին, պիտի անեն։ Ես կարող եմ, նույնիսկ զանգեն կասեն, տեկին կապիտան այս հարցը չենք կարողանում կամ այս դժվար վիճակում ենք, բայց մեր կարգախոսը ասեցի, ոգևորվեցի եւ ես կարողացա։ Պիտի կարողանալ։ Այս կյանքի հաղեց, տենց պիտի գալ, որ պիտի կարողանամ, պիտի պայքարեմ, պիտի սիրեմ, պիտի սեր տամ։ Կյանքը էլ եմ ասում շատ կարճ է, պետք է ապրել, արարել, երջանկացնել, ուրախացնել, դու էլ ուրախանաս դրանով։ Քանի որ արխիվում ամանոր եւ Սուրբ Ծնունդ է, չենք կարող մի փոքր այս տոնական օրերից էլ չխոսենք, նախ ինչպես է Տիգրանուհի Կարապետյանը դիմավորում ամանորն ու Սուրբ Ծնունդը, ինչ խորհուրդ ունի այս տոնը ձեզ համար, որովհետեւ մի առիթով էլ դուք ասել եք, որ այնքան եք նվիրված մեր տանը, որ հաճախ ձեր երեխաները, ձեր հարազատ անձնական երեխաները, ինչպես ասում են, մեկ-մեկ ձեզանից նույնիսկ նեղացած են լինում, բայց ասել եք, որ նույնիսկ եղել են դեպքեր, որ նոր տարին դուք դիմավորել եք ոչ թե ընտանիքում ձեր զավակների հետ, այլ մեր տանը, ընտրել եք այնտեղ։ Հիմա ինչպես է դիմավորելու այս տարի Տիգրանուհի Կարապետյանը նոր տարին եւ ինչ է այս տոնը ձեզ համար։ Կազմակերպությունը, որ ստեղծեցինք, իմ համար, գիտեք, օրեր կան, որ ուրախ, տխուր, բայց ամենատխուր օրը իմ համար եղել է նոր տարին։ Ինչ իմաստով տխուր, որ 12-ին ես չեմ ուզեցել, որ երեխաները, աղջիկները մենակ լինեն։ Մենակ 10 հոգի կամ ինչ որ է 15 հոգի ու ընկերներիս էի ասում, որ նոր տարվա գիշերը իմ համար ամենածանրն է, որ ես գնում եմ այդ երեխեքը ոնց են ինձ սպասում ու ոնց են դիմավորում ու մենք նստում ենք մի սեղանի շուրջ, ամեն ինչ ընտանիքի նման դրած սեղանին եւ բարեգործներն էին բերում եւ մենք էինք գնում եւ հենց այդ հարցը իրենց ամեն մեկին տալիս ենք, ինչ եք սպասում նոր տարուն, արդեն ես 15-16 տարի ինչ գիշերակացով երեխաներ չկան, չեմ հիշում 3 տարի առաջ են չկան Արցախյան այդ դեպքից հետո ես նոր տարին անց եմ կացրել աղջիկների հետ երեխաներս իրոք նեղվել են ամեն մեկը գնացել է քնել է դե ուղիղ 12-ին սենց մի հատ շամպայն բան եմ արել շղկացրել եմ ու գնացել եմ աղջիկների մոտ այնտեղ արդեն ես այդ ձեր ասածը որ ինչ եք ցանկանում բոլորի շուրթերից ես լսել եմ որ խաղաղություն ու կան աղջիկներ, որ հենց այդ նոր տարվա սեղանի շուրջ որ նստում ենք, ավանդույթ ունենք, թե այս տարի Հասմիկի երազանքը պիտի կատարենք, ինչ ա ուզում Հասմիկը, ինչ ամեն մեկից, որ եթե ես պատմեմ նոր տարուն ինչեր ենք անցկացրել, ինձ ձև շատ հետաքրքիր կլինի, աղջիկ կար, որ ինքը իրան նվեր էր գնում եւ դնում էր բարձի տակ, եւ բարձ, ասենք 12-ից հետո գնում էր, վայ, ձեր պապին ինձ նվեր ա բերել, ուրախ բաներ տալի, իրան տրամադրություններ տալիս խաղաղություն լինի հոգևոր, հոգիդ խաղաղ լինի։ Երկի աշխարհում ոչ թե մենակ Հայաստանում խաղաղություն կուզեմ ինքս լինի։ Իմ համար նոր տարին իրոք սուրբ տոնա, ընտանիքի տոնա եւ ավանդույթները ես իմ ընտանիքից, իմ ծնողի ընտանիքից իմ տուն եմ բերել ավանդույթով, ինչպես բոլորը։ Երբեք չեմ ուզեցել նոր տարուն ինչ որ գնամ օտար երկիր նշեմ այնտեղ եւ չեմ հասկացել։ Այդ որ ասենք գնում են Թիֆլիս, չգիտեմ ուր, դա չեմ կարողացել հասկանալ։ Այդ ջերմությունը տանիքի այդ բանը այնտեղ չես ստանալու։ Իսկ դաից հենց այդ պահն է, որ ինձ ընտանիքում պիտի է, դա ընտանիքին նվիրված է եւ աղջիկներիս առիթ է, որ նաեւ շնորհավոր եմ Այո, ես խնդրեմ դուք կարող եք մեր հայրենակիցներին բոլորին շնորհավոր եմ, մաղթեմ թող 2026 թվականը լինի իրոք խաղաղության, հաջողության տարի։ Չերչիլին երբ որ ասում են ինչ կցանկանաք, հայկական կոնյակով կենացը ասում է դե բոլորը առողջություն ու երկար տարիների կյանք են ցանկանում։ Ես ցանկանում եմ հաջողություն։ Երբ որ մարդը հաջողություն ունենում է, չէ, արդեն ամեն ինչ գալիս է իր տեղը ճիշտ առողջությունը ամենակարևորն է բայց
թող մեր տան իրականում դռները միշտ բաց մնան, մեր տան աղջիկների համար, ամուսնացած, ցերեկային, իմ աշխատակազմի, որ sense կապած, որ մի քանի օր իրար չենք տեսնում, կարոտում ենք, այն սերը, ինչ որ մենք ապրում ենք, սիրով ապրեն, էլի 26 թիվը լինի սիրո, խաղաղության, հաջողության տարի։ Թող ոչ մի մանուկ իր ծնողին չկորցնի, թող ոչ մի մանուկ մանկատանը չհայտնվի եւ մեր բոլոր տան աղջիկներին ցանկանում եմ, որ այն ինչ որ իրենց երեխաներին նոր տարվա զարդարանք են դնում, սեղան են դնում, իրանք էլ իրենց ընտանիքի մեջ արդեն մեր տան այդ մոդելը նոր տարվա սեղանը դնում են, ուրախանան սրտանց, թեմինեն ինձ ասում է սրտանց մեկ չի լինում ուրախանալ, ասում երեխեք ջան, սրտանց պիտի ուրախանաք, թող սրտանց ուրախության տարի լինի։ Սրտանց, ճիշտ է։ Տիգրանուհի Կարապետյանի ապրելու եւ ապրեցնելու բանաձևը այսօր մեր օրերում, մեր երկրում։ Ես ինքս հայրենիքի համար օգտակար լինելու, օգտակար, կարևոր լինելու սկզբունքով եմ ապրում։ Ապրեցնել դիմացինիդ կամ դու ապրես, հենց քո համար ապրես, չէ՞։ Կա տենց բան, որ դու ժամանակ չի լինում, որ դու ապրես քո համար։ Ես կուզենամ Տիգրանուհի Կարապետյանը մի քիչ ապրի ինքի իր համար, ժամանակն է, որ մի քիչ իր ընտանիքին վերադառնա ընտանիք, թորնիկներին, հրաշալի թորնիկներ ունեմ եւ ապրեցնելով հիմնականում սերն է, որ ապրեցնում է իմ բանաձևը, ապրեցնելու սերն է, որ ես սիրում եմ, էլի եմ ասում բոլորին, մարդկանց, իմ հայ ժողովրդին ու օգտակար լինելու հայրենիքին։ Ես դրանով եմ ինձ լավ զգում ու ապրում եմ այդ բանաձևը, որ ապրեցնեմ սիրելով իմ հայրենիքը, իմ ժողովրդին, իմ շրջապատին, իմ հարազատներին։ Հայրենիքը ձեզ համար ես առանձնացնում եմ ծնող, հայրենիք եւ ընտանիք։ Ես ամենտեղ որ գնում եմ շատ տենց բան ունեմ, որ բոլորին ասում եմ ես հպարտ եմ որ հայ եմ, որովհետեւ առաջի քրիստոնյա ազգն եմ։ Հպարտ եմ որ Նոյան տապանն իջել Արարատ սար։ Այդ երկու կարևոր բանը հայը պիտի միշտ հիշի։ Գնում եմ օտարտեղ, գալիս եմ օթանավակայան իջնում եմ, արդեն շնչում եմ լիարժեք, ասում եմ փառքը Տեր Աստված հասատում։ Անփոխարինի բան է հայրենիքը քո մեջ է։ Մեկ ասում են հայրենիքը թող մի քիչ մեզ սիրի, մենք անդադ հայրենիքը սիրում ենք։ Հայրենիքը քո գենն է, քո մեջ է հայրենիքը։ Հայ ես, հայրենիքը դի գնահատես, անես անհնարին է, եթե կարող ես, որ հայրենիքդ շենանա, որ նա ծաղկի, ես դժվար իրավիճակում չչարանալ ավելի, չքննադատել իրար։ Անել լավ բան կարող ես անել հայրենիքի համար, արա, ով չգիտեմ, որքանով ստացվեց այս խոսակցությունը։ Տիգրանուհի, եւս մի հնարավորություն ունենք հաղորդման ավարտին, դուք կարող եք ինձ մի հարց ուղղել, իհարկե եթե ունեք դրա ցանկությունը, դա պարտադիր պայման չէ, բայց մենք նաեւ ունենք այդ հնարավորությունը, ես կլսեմ եւ սիրով կպատասխանեմ ձեր։ Նախ ասեմ, ես ձեր աչքերի մեջ շատ ուրիշ փայլ եմ տեսնում։ Այ ձեր փայլը աչքերի որտեղից է գալիս։ Շատ շնորհակալ եմ։ Տիկին Տիգրանուհի, աչքերիս փայլը դե դա դիմացինն է տեսնում, բայց երևի թե նրանից է, որ ես կյանքը սիրում եմ։ Ես մարդկանց սիրում եմ, մեկ էլ ես շնորհակալ եմ Աստծուն եւ ծնողներիս տված դաստիարակության համար, ես չարանալու հատկություն չունեմ։ Դրա համար այդ փայլերից նկատեցի, դրա համար այդ հարցը ասեցի։ Ճիշտ չի եւ մարդը ինքը իր մասին չի կարող տենց բաներ խոսել, բայց իսկապես ես չարանալ, ատել, նախանձել, դիմացինին չներել ու այնպես չի, որ իմ կյանքում եւ ինձ չեն հանդիպել մարդիկ, որոնք սխալ են վարվել իմ հետ կամ չգիտեմ, անազնիվ են վարվել, գոնե այդպես ձևակերպեմ։ Բայց ես չարանալու հատկություն չունեմ։ Երևի դա է։ Դա է, հա։ Որ գիտեք, անդադ հուզվեցիք, աչքերը լցրեցիք ու այդ ձեր հոգու ազնվությունից ու մաքրությունից է գալիս, երբ որ դիմացինին այն որ ասում է ամբողջ հոգով լսում եք ու մեջն է գնում այդ հոգու,
Այդ հենց ձեր ասած բարիությունն է, որ ես նկատեցի ձեր աչքերի մեջ, իրոք շատ բարի մարդ եք ու բարի աչքեր ունեք, այդ փայլն էլ աստվածային փայլ է։ Թող միշտ փայլի ձեր աչքերը եւ բոլոր մանուկների, բոլոր այն որ ասում են մաքուր, անաղատ բան կա, չէ, փոքր երեխաների աչքերի մեջ, այդպես բան զգացի ձեր աչքերի մեջ մաքուր, բարի։ Շնորհակալ եմ Ես շատ։ եմ շնորհակալ։ Տիկին Տիգրանու, ես շատ շնորհակալ եմ մեր այս հանդիպման համար, այս զրույցի, հատկապես որ սա եղավ նախատոնական։ Ամանորը եւ Սուրբ Ծնունդը ինձ համար միշտ ասոցացվում է հենց տան հետ։ Մանկություն, տուն, մայր, ծնողներ, մայրիկի սարքած ուտեսներ եւ ինչքան էլ մենք մեծանում ենք, մենք ենք կին դառնում, կատարելագործվում ենք այդ հարցերում, այո, տատիկ դառնում, միևնույն է, կա ինչ որ մի մանկության հոտ, մանկության համ, որը միայն լինում է մեր տանը, այսինքն հայրական տանը։ Եվ ես միշտ ասել եմ սա, որ հայրական տունը աշխարհում միակ տեղն է, որտեղ քեզ միշտ սպասում են, որտեղ եթե դու ինչ-որ լավ գործեր ես արել, քեզ միշտ մեծարում են, բայց նաև եթե դու սխալվել ես կյանքում, քեզ չեն դատապարտում ու ասում էստեղ մի արի։ Դա մարդու կյանքի միակ այն վերջին հանգրվանն է, որ Աստված մի արածցեր, ոչ միտեղ քեզ չընդունեն, այդտեղ քեզ միշտ սպասելու են։ Դա յուրաքանչյուր մարդու ուժն է, հենակետն է, հենարանն է։ Եվ կարծում եմ, որ ամեն մարդ պիտի հասկանա, որ ինքը ունի այդ տունը։ Եվ կեցեք դուք, որ այս տարիների ընթացքում սա արդեն գործունեություն չի, սա առաքելություն է։ Այդքան երիտասարդ աղջիկների ու հենց այն տարիքում, որ պիտի գիտակցեն, թե ինչ բան է հայրական տունը։ Մանկությունը ինքը ունի իր խնդիրները, բայց մանուկ երեխային շատ ուրիշ բաներով կարելի է զբաղեցնել։ Կամ մի տարիք, երբ մարդ պիտի հասկանա, որ ինքը ուղղակի ունի տուն, որտեղ իրեն սպասում են, որտեղ իրեն ուժ են տալիս, որտեղ սխալների դեպքում ուղղություն են տալիս, լավ գործերի դեպքում ասում են կեցես ավելի առաջ գնա։ Եվ այս աշխատանքը, այս գործունեությունը արդեն դուրս է եկել աշխատանք բառի շրջանակներից։ Սա առաքելություն է, որը տրված է անհատների այս կյանքում։ Ամեն մարդ սա չի կարող անել եւ այդ ծանրությունը չի կարող վերցնել իր ուսերին։ Ես ձեզ առողջություն եմ մաղթում, հաջողություններ եմ մաղթում։ Ես իսկապես ուզում եմ, որ մեր տան դռները միշտ բաց լինեն։ Եվ այն աղջիկները, ովքեր հիմա նույնիսկ ունեն ամուր ընտանիքներ, երեխաներ, ամուսիններ եւ Աստված տա, որ շատ ամուր եւ երջանիկ ապրեն իրենց ընտանիքներում, իրենք այո, միշտ ձեզ մոտ վերադառնալու կարիք ունենալու են, որովհետեւ դա մեկը մյուսի հետ համեմատելի չի։ Սա իրենց տունն է, որտեղ իրենց պահել են, փայփայել են, օգնել են, որպեսզի իրենք սոցիալիզացվեն, եւ դուք կարողացել եք ձեր առաքելության շրջանակներում այս 20 տարիների ընթացքում պատվով, հարգանքով այդ աշխատանքը կատարել։ Ես ձեզ առողջություն եմ մաղթում, հաջողություններ, նորանոր հնարավորություններ, լավ հովանավորներ, ինչու՞ չէ, որպեսզի դուք կարողանաք այսօր այդ գործում դա շատ կարևոր է, որպեսզի կարողանաք շատ ավելի երիտասարդ աղջիկների ձեռք մեկնել մի օր, երբ նրանք կունենան ձեր աջակցության կարիքը։ Շնորհակալ եմ, ես եմ շնորհակալ, Լուիզա ջան, շատ ապրեք, որ տենց զգացիք ու տենց բառերով ավարտում եք հաղորդումը, կեցեք։ Ձեզ էլ եմ ցանկանում լիքը լավ բաներ, թող Աստված միշտ մեր հայրենիքի նոր աչքը ձեռքին դնի հայրենիքի ու մարդկանց։ Թող հարատև լինի ձեր բարի գործերը եւ արևշատ լինեն ձեր ամեն մի օրը։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ։ Այսպիսին էր Տիգրանուհի Կարապետյանը առանց կարծրատիպերի։ Տիկին Տիգրանուհին ասում է, որ ողջ կյանքի ընթացքում իրեն հաջողել է հոսանքին հակառակ գնալ եւ կոտրել կարծրատիպեր, այնպես որ ապրեք առանց կարծրատիպերի, մի վախեցեք, կհանդիպենք հաջորդ շաբաթ։